Սուրբ Մարիամ Աստվածածնին նվիրված տոները 7-ն են, որն ամրագրել է Հայ առաքելական եկեղեցին իր տոնացույցում։ Այդ շարքում առաջինն Ավետման տոնն է, որն անփոփոխ է եւ ամեն տարի նշվում է ապրիլի 7-ին։ 7-ն են Աստվածածնի վերքերը, որի անունն է կրում Գյումրիի եկեղեցին, որն էլ Շիրակի թեմի առաջնորդանիստն է։ Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղաբնակների մոտ հայտնի է որպես 7 վերք, ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որն այստեղ է տեղափոխվել Գյումրիի մեկ այլ Սուրբ Նշան եկեղեցուց։ Սրբապատկերի հեղինակը Ղուկաս Ավետարանիչն է։ Սրբապատկերում պատկերված է Սուրբ Մարիամն իր 7 վերքերով։ Վերքերը հետևյալն են. Սիմեոն ծերունու մարգարեությունը, երբ 40-օրյա մանկանը բերեցին տաճար, փախուստը Եգիպտոս խուսափելու համար Հերովդեսի հալածանքներից, երբ Տիրամայրը տաճարում կորցնում է 12-ամյա Քրիստոսին, երբ Հիսուսին դատապարտում են խաչելության, Հիսուսին մահվան դատապարտելը, խաչափայտի վրա գամելը, Հիսուսի հոգին ավանդելը, նրա կողը խոցելն ու խաչից իջեցնելը, Հիսուսին գերեզման դնելը։ 1988 թվականի ավերիչ երկրաշարժից եկեղեցու երկու փոքր գմբեթներն ամբողջությամբ պոկվել եւ ընկել են ներքև։ Այդ գմբեթները հիմա դրված են եկեղեցու բակում։ Աստվածածնի 7 վերքի խորհրդով է կառուցվել Գյումրիի տարածաշրջանի Մարմաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանը։ Մարմաշենի հովության հոգևոր հովիվն իր ծառայության ընթացքում գրեթե բոլոր ուխտավորներից է լսում հարցը, որը վերաբերվում է 7 նախորոջ խորանին։ Առհասարակ մեզ համար, քրիստոնյաներիս համար Աստվածամայրը մի վեհ էակ է։ Մեր փրկության հույսի ուղին բացող, ճանապարհ բացող էակն է։ Ում միջոցով մենք ճանաչեցինք Տիրոջը, Հիսուս Քրիստոսին։ Եվ նա դարձավ իբրև մայրը ամբողջ աշխարհի, այս իմաստով, այս ճանապարհով։ Ուրեմն Աստվածամոր գաղափարը մեր եկեղեցում ճիշտ է, մենք պանծացնում ենք, վեր ենք բարձրացնում Աստվածամորը տարբեր տոների խորհուրդներով, 7 տոներով զարդարված է Աստվածամոր խորհուրդը, ինչպես օրինակ Աստվածամոր ավետման տոնը կարևորագույն տոներից մեկը մեր եկեղեցու Աստվածամորը նվիրված։ Ավետման տոնը մեզ հիշեցնում է այն օրը, երբ որ Աստվածամայրը սրբագործվեց Սուրբ Հոգու շնորհով։ Հիմա Աստվածամոր 7 վերքերի հետ կապված, երբ որ Քրիստոսի տառապանքը կրեց, անցնող ճանապարհը, խաչի ճանապարհն անցավ, Աստվածամայրը ամբողջ այդ ճանապարհի ընթացքում իր որդու հետ էր։ Ուրեմն այս ամբողջ ճանապարհն անցած Քրիստոսի տառապարից այդ ուղին 7 վերքերով էր պատված, որը կրեց Աստվածամայրը իր սրտի ներսում եւ չբարձրաձայնեց, չտրտնջաց, ինքն իրեն չկորցրեց, այլ լուր իր աղոթքով, իր խոնարհությամբ, իր խոհեմությամբ տարավ այդ բոլոր տառապանքը մինչև Քրիստոսի, մինչև իր որդու խաչելության ճանապարհը, որ հասավ դեպի Գողգոթա։ Ըստ ավանդության, բնականաբար Ղուկաս Ավետարանիչը նկարագրում է Աստվածամոր այդ անցած տառապալի ճանապարհը նկարի տեսքով եւ նկարագրում է Աստվածամոր այդ 7 տառապանքը ամբողջական այդ նկարի մեջ ընկնվելով այն խորհուրդային իմաստը, ինչ որ մենք կոչում ենք 7 վերք, որը հետագայում բնականաբար ըստ ավանդության պատմության բերվեց Հայաստան, զետեղվեց օրինակ տարբեր եկեղեցիներում, տարբեր վայրերում հանգրվանելով, վերջապես եկավ հասավ այդ պատկերը 7 վերք եկեղեցի։ Մեր պատմության իրականության մեջ, եկեղեցաշինության պատմության իրականության մեջ եզակի եկեղեցիներ կամ վանքեր կարող ենք տեսնել, որ Աստվածամոր հենց 7 վերքի խորհուրդը կարող է կրել այդ եկեղեցու խորանը կամ ինչ-որ մի հատված եկեղեցու, թեև որ իմիջիայլոց մեր բոլոր եկեղեցիների խորանները Աստվածամոր անունով են։ Մանավանդ մեծագույն տաճարները կոչվել են Աստվածամոր անունով, ինչպես մեր Սիոնը հավատքի Էջմիածնի մայր տաճարը
Դարձյալ էլի Աստվածամոր անունով է։ 7 վերք եկեղեցին Աստվածամոր անունով է։ Բոլոր պատմական վանքերը շրջենք Հայաստանի բոլոր վայրերում կամ Հայաստանից դուրս, որտեղ որ մենք ունեցել ենք պատմական վանքեր, հաստատություններ, սրբավայրեր, բոլոր գլխավոր վանքերը, մայր եկեղեցիները կոչվել են Աստվածամոր անունով, որը իրար հետ փոխկապակցված է մայր բառը եւ Աստվածամայր բառը։ Անմասն չէ բնականաբար Մարմաշեն վանական համալիրը, որը իր յուրահատուկ աննախադեպ ճարտարապետական կառույցը, որը Վարան Պահլավունու իշխանի նախաձեռնությամբ եւ ժամանակի եպիսկոպոսների եկեղեցականների նախաձեռնությամբ է կառուցվել վանքը, ուրեմն խորանը զարդարվել է 7 Աստվածամոր վերքերի խորշերով։ Եկեղեցում երբ որ մտնում ես, տեսնում ես խորանի վրա 7 խորշերը։ Այս սա է, որ մեր հավատացյալները երբ որ շատ են սիրում Մարմաշեն վանքին մինչ այլոց եւ այցելուների քանակը շատ մեծ է, մանավանդ այս վերջին շրջանում, երբ որ ավելի շատ տեղեկացվեց, ավելի շատ իմացան Մարմաշեն վանքի պատմությունը, Մարմաշեն վանքի կարևորությունը մեր քրիստոնյա իրականության մեջ, մեր քրիստոնյա հայ քրիստոնյայի կյանքում, այցելուները մեծամասնությունը որ գալիս են տեսնում են խորանի այդ 7 խորշերը, մի տեսակ սարսուր են ապրում, որովհետև որևէ մեկ վանքի կամ եկեղեցու մեջ չես տեսնի այդպես։ Եվ շատ հաճախ հարց է տրվում, թե Տեր այլ ինչի համար է այս խորշերը, ինչ նպատակ ունի, ճարտարապետական գեղեցկություն է, թե ինչ որ նպատակ ունի։ Գուցե եւ ինչ որ միտեղ կարելի ասել ճարտարապետական գեղեցկություն է, բայց դրա մեջ այդ որ հոգեբոր տեսանկյունից ես նայում, ինքը թող ճարտարապետական գեղեցկությունը 9 խորան լիներ, 10 խորան լիներ։ Կամ ուրիշ ձևով զարդարված լիներ, ինչի 7 խորանով է զարդարված հենց Սուրբ Սեղանը Աստվածամոր անունը կրող, որովհետեւ Աստվածամոր 7 վերքի խորհուրդն ունի, ամեն մեկ խորանը, եւ դրա համար Մարմաշեն վանքը յուրահատուկ է նաեւ այն բոլոր այցելուների համար, մեծ խորհուրդ է պարունակում, մեծ նպատակով, մեծ ուխտադրությամբ է, որ հավատացյալը գալիս է այստեղ ոչ թե մեկ անգամ, այլ բազմից է գալիս, այդ ոչ միայն կրելու հին պատմական արժեքները, հին պատմական շունչը զգալու այս տարածքից, այլ նաև կրելու Աստվածամոր օրհնությունը, այդ 7 խորանից, այդ 7 վերքի օրհնությունը նաև կրելու, որ ինքն էլ հասկանա, ինքն էլ իմանա, որ այն ճանապարհը, որ անցավ Աստվածամայրը, դա անցավ մեր մարդկային փրկության համար, քանի որ սկզբում էլ ասեցի, Աստվածամայրը համարվում է մեր փրկության հույսի ճանապարհը, ինքը դարձավ մեր փրկության հույսի ճանապարհը, որ ծնեց Աստվածորդուն, կրելով իր մայրական արգանդի մեջ եւ իբրև փրկություն բերեց այս աշխարհ, որպեսզի մարդը Տիրոջով փրկություն ճաշակի։ Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման տոնը, որն անշարժ է եւ տոնվում է ապրիլի 7-ին, գրեթե միշտ համընկնում է մեծ պահքի շրջանին, երբ եկեղեցու խորանների վարագույրները փակ են եւ փակ վարագույրով են մատուցվում պատարակները, բայց հուրախություն հավատացյալների ի թիվս եկեղեցական այլ փոքրաթիվ տոների ավետման տոնին բացվում են խորանների վարագույրները եւ հավարդ պատարակի տրվում է սուրբ հաղորդություն։ Պատահական չէ, որ մեծ պահոց շրջանի մեջ է գնում ավետման տոնը։ Ինչի համար, որովհետև Քրիստոսի հարության ճանապարհը եղավ գարնանը։ Ձմռան ավարտին գարնան սկզբին։ Նույն կերպ եւ Աստվածամոր ավետման տոնը ընկավ այդ շրջանին։ Բայց քանի որ մենք բոլոր կիրակիները եւ բոլոր 48 պահքի շրջանը փակ վարագույրի հետևում ենք պատարակը մատուցում, առանձնակիորեն ավետման տոնը, որ ապրիլի 7-ն է, մայրության գեղեցկության տոնն է նաև համարվում, որովհետև Աստվածամորով է դա ժառանգված, որոնք քանի որ ինքը համարվում է մեր պատմության, քրիստոնեության պատմության սկիզբը։ Սկիզբն է իրականության մեջ, որովհետև այն ավետիսը, որը որ Աստվածամայրը ստացավ, դա մեզ համար ստացավ։ Փրկչի աշխարհ գալու ավետիսը նա կրեց իր մեջ։ Այդ ավետիսը, այդ պատմության քրիստոնեության պատմության սկիզբը, որը բնութագրվում է ավետման տոնով, ապրիլի 7-ով, այդ իսկ պատճառով մեզ համար այդ տոնը առանձնակիորեն առանձնանում է պահոց շրջանից։ Ուստի եւ փակ վարագույրով հնարավոր չէ պատարակ մատուցել։
այն Ավետիսը, որ Աստվածամայրը կրեց, այդ Ավետիսը Աստծո հետ հաղորդակցության առաջին ճանապարհն էր, որ Աստվածամոր միջոցով մենք կրեցինք, Աստվածամոր միջոցով հաղորդակցվեցինք։ Որովհետև ինչպես որ ասում է Քրիստոս երկրորդ Ադամն էր, Աստվածամայրն էլ երկրորդ Եվան էր։ Ադամով մեղքը մտավ աշխարհ, որպեսզի Քրիստոսով սրբագործվեր, Եվայով էլ մեղքը մտավ աշխարհ, որպեսզի Աստվածամորով սրբագործվեր։ Այդ իսկ պատճառով է, որ մենք այսօր Ավետման տոնը բաց պատարագ ենք մատուցում, ցույց տալու հավատացյալ ժողովրդին, որպեսզի հավատացյալ ժողովուրդը անմիջականորեն Աստվածամոր միջոցով, Ավետիսի միջոցով հաղորդակցվի Տիրոջ հետ, որովհետև ինչպես սկզբում ասեցի, դա առաջին հաղորդակցման ճանապարհն է Տիրոջ հետ։ Ուստի այդ հաղորդակցումը փակ վարագույրի հետևում հնարավոր չէ, այլ պետք է դեմ առ դեմ Տիրոջը հանդիպել։ Ինչպես դեմ առ դեմ Աստվածամայրը հանդիպեց Գաբրիել հրեշտակապետին եւ Աստծո ձայնը լսեց, եւ ասում է Սուրբ Հոգին բնակվեց նրա մեջ, այնպես էլ մենք հաղորդակցվելով Ավետման տոնին Տիրոջ հետ, Աստված է վերաբնակվում մեր մեջ, Ավետման տոնը։ Դրա համար Ավետման տոնը բաց վարագույրով է պատարագվում։ Քրիստոնյա շատ կանանց ու աղջիկների համար Աստվածածինն իդեալ է։ Աստվածածին նմանվելու ձգտումը ոչ հանդգնություն է, ոչ անխոհեմություն, ինչպես կարծում են ոմանք։ Հայ առաքելական եկեղեցին կնոջ կերպարի ու դերի մասին խոսելիս հիմնականում որպես նախակերպար կամ նախատիպ է ընդունում Մարիամ Աստվածածնին, ասելով. հայ կինը պետք է նմանվի Տիրամորը։ Ամբողջ աշխարհի քրիստոնյա հասարակության մեջ կանայք իրենց շատ հաճախ նմանեցնում են Աստվածամոր հետ։ Այդ իսկ պատճառով է, որ ամբողջ աշխարհում միակ անունն է Մարիամ անունը, որ ազգայնություն չի ճանաչում։ Մարիամը առհասարակ Աստվածամոր այդ կերպարը յուրաքանչյուր կին ուզում է կրել իր վրա, այսինքն դառնալ իբրև օրինակ, դառնալ իբրև նրանից ստացող շնորհ։ Անունների մեջ ամեն մեկ անուն մարդու վրա երբ որ դրվում է, մարդը փորձում է նմանվել այդ անվան կրողին։ Այնպես էլ կինը, երբ որ կրում է Աստվածամոր անունը, ինքը փորձում է նմանվել Աստվածամորը։ Ավելի սուրբ, ավելի մաքուր կյանք ապրելու, ավելի աստվածընկալ կյանք ապրելու, ավելի մոտենալու Տիրոջը, ըստ իր պատկերացման, որ ինքը եթե Աստվածամոր անունը կրեց իր վրա, նախ օրհնություն է դա իր համար, Աստվածամորով գալացող օրհնություն է, երկրորդ Աստծո առաջ իբրև բարեխոսություն է, եւ երրորդ, որ Աստծուն ավելի մոտիկանում է կարծես թե Աստվածամոր կերպարի իր վրա կրելով կամ նմանվելով, որովհետեւ յուրաքանչյուր աղջիկ, ով որ մայր է վաղը չեմ իսօր դառնալու, այդ մոր կերպարը ինքը պետք է նմանեցնի իբրև օրինակ Աստվածամորը, որովհետեւ կարողանա իր ընտանիքն էլ, իր երեխային էլ այնպես դաստիարակի, այնպիսի ոգով դաստիարակի, որը որ առաջնորդվեց նաեւ Աստվածամայրը, որովհետեւ ինքը ոչ միայն իր որդուն տեսավ Աստվածորդի, այլ ինքը տեսավ իբրև մարդուց ծնված մի էակի։ Դրա համար երբեմն լինում է, ճիշտ է, ավետարանի մեջ չի նշվում, որ դες ինչ Աստվածամայրը գուցե խրատել է տվել Հիսուս Քրիստոսի մանուկ հասակում, գուցե ինչ որ մի բանում արգելքել է հանդիսացել կամ ինչ որ մի քայլ է ձեռնարկել, որ իր որդուն հակառակ կամքի կարող է ինչ որ մի բան ասած լինի, բայց մեկ դրվագ կա ընդամենը Աստվածաշնչի մեջ շատ մեծ կանայի հարսանիքի դրվագը։ Երբ որ մոտեցան Աստվածամորը եւ ասեցին գինին վերջացել։ Աստվածամայրը անմիջապես դիմեց Քրիստոսին, ասեց գինին վերջացել, ով կին, իմ ժամանակը չի հասել, ինչ ես ուզում ինձանից, բայց չմերժեց մորը։ Այլ կատարեց այն, ինչ որ մոր խնդրանքն էր։ Այ յուրաքանչյուր մայր ձգտում է հասնել նրան, որ իրենից ծնված զավակը, երբ որ պետք է կրի Քրիստոսի կերպարը, իրենից ծնված զավակը նույն հարգանքն ու շնորհն ունենա իր նկատմամբ, ինչպես որ Հիսուս Քրիստոս այդ նույն հարգանքը, թեև որ ինքը Աստվածորդ էր, բայց նույն հարգանքն ու շնորհն ունեցավ իր մոր նկատմամբ։ Դրա համար գուցե կանայք հիմնականում ձգտում են նմանվել Աստվածամորը, որ երևի իրենց զավակների վրա կիրառվող այն խրատը, այն հորդորը, այն
մայրական գորովը, որը որ կիրառում են իրեն զավակների դաստիարակության մեջ, ավելի ճիշտ լինի, ավելի աստվածընկալ լինի, աստվածամոտ լինի, ավելի մաքուր լինի, ավելի անարատ լինի։ Անշուշտ շատ ու շատ ծնողներ իրենց դստրերին կոչում են Մարիամ կամ Աննա, իսկ շատերին այդ անունը տրվում է մկրտության ավազանից ծնվելուց հետո՝ Մարիամ, Մարիա, Մարի, երբեմն նույնիսկ Աննա Մարիա եւ այսպես շարունակ, եւ շատ հաճախ մարդիկ ու գուցե առավելապես կանայք հայցում են հենց Աստվածածնի բարեխոսությունը։ Մենք բոլոր սրբերի բարեխոսությունն ընդունում ենք։ Տարբեր տոներ, տարբեր սրբերի բարեխոսություն ունենք։ Զինվորական նիշ, բարեխոս սուրբը ունի, սովորական հասարակ մարդը ապրող իր բարեխոսությունը, ով որ հավատքից թույլ է իր հավատքի բարեխոսության սրբին է դիմում։ Կանայք մեծամասամբ եւ ոչ միայն կանայք, այլ նաեւ ինչու՞ չէ, նաեւ տղամարդիկ էլ, իբրև մայր, երկնավոր մայր, բարեխոսություն են հայցում Աստվածամոր, որովհետեւ Աստվածամայրը ավելի քրիստոնեական իրականության մեջ ավելի մոտ է գտնվում իր որդուն եւ հավատում է մարդը, կինը, մարդը արարածն է աշխարհի վրա, որ իրավի Աստվածամոր ամեն մեկ խոսք, ինչպես որ երկրի վրա իր որդին զանց չարավ, նույնպես եւ երկնքում զանց չի առնի։ Հովհաննես վարդապետ Գառնեցու հրաշագործ աղոթքներից մեկն Աստվածածնին է ուղված, որը կարծես բոլորիս անունից է ասվում։ Աղաչում եմ քեզ, լույսի մայր, ինձ համար մեղքի թողություն խնդրիր, նրա առջև դիր աղերս ու աղաչանք, հիշեցնելով կրած չարչարանքները, որ ինձ համար կրեց բարերարն ու մարդասերը, Սուրբ Կույս հիշեցրու այսքան չարչարանքս, որ թերևս ողորմի ու ների բազմամեղիս եւ ջնջի իմ հանցանքի գիրը եւ իր անմեղ մատով ու Սուրբ հարյունով դրոշմի դեգերացիս անվախճան կյանքի մատյանում իր բոլոր սրբերի մոտ, որ նրանց հետ փառավորեմ ամենասուրբ երրորդությունը, Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, այժմ եւ միշտ հավիտյանս հավիտենից ամեն։